Սա նախորդ վկայականն է, որտեղ հատակագիծը կա, այստեղ արդեն գրած է հովանավանքը։ Հովանավանքը սա տարածքն է, հողամասը եւ եկեղեցու տարածքը։ Եկեղեցին եւ հողամասը գտնվում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու սեփականության ներքո։ Սա սեփական տարածք է։ Ոնց դրաբան, եթե ասենք հիմա ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկում եւ որ շարունակվում են պատարակները, ինչ է դրան հետ։ Տեսեք, այս պահին մենք զուտ արձանագրում ենք խախտման փաստը, որովհետեւ ինչպես տեսնում ենք, այստեղ կան բազմաթիվ ոստիկաններ, կան նաեւ ծպտված ոստիկաններ, որոնք քաղաքացիական հագուստով են եւ նաեւ հանդես են գալիս իբրև հետաքրքրասեր քաղաքացիական համայնքի անդամ։ Բնականաբար մեր խնդիրը կոնֆլիկտ հրահարել չէ, մեր խնդիրը խաղաղ ճանապարհով սա լուծելն է։ Մենք սա արձանագրեցինք, որ ոստիկանները ներխուժման կանխման գործառույթը չիրականացներին, իրենց պարտականությունը չկատարեցին, հաջորդ հանգրվանը կլինի արդեն կոնկրետ պատարագի ծեսի խոչընդոտումը իրենց կողմից։ Եվ ինչքան մարդ կներգրավի այս գործընթացի մեջ այդ հանցագործության կատարմանը, դա իրենց խնդիրն է։ Մենք մաքսիմում սա կփորձենք արձանագրել եւ բոլորս էլ լավ գիտենք, որ սա ժամանակավոր է։ Այս բռնաճնշումները, այս ձևը սա լրիվ ժամանակավոր է։ Լսեք, հիմա օրինակ այդտեղ կնունքի արարողություն է տեղի ունենում, այսինքն քրեական օրենսգիրքը նախատեսել է որևէ հոդված այս արարողության հետ կապված։ Տեսեք, ծեսի կատարումը խոչընդոտնել է հանցագործություն։ Այս դեպքում դա վավեր կնունք չէ, այսինքն եթե մարդը հավատքով է եկել, որ իր երեխային մկրտի կամ ինքը մկրտվի, դա իր խնդիրն է, որ այդ խորհուրդը տեղի չունենի։ Դա լրիվ իր խնդիրն է, իր ռիսկն է։ Դուք ծեսի խոչընդոտում համարում եք այն, որ օրինակ պատարագը պիտի մատուցի Տեր Սարգիսը, բայց կարգալույցը չակված քահանան է մատուցում։ Ըստ էության սա էլ է ծեսի խոչընդոտում, բայց քանի որ այստեղ իրավական կարող է տարակերպ մեկնաբանությունների դաշտ ենք, որ օրինակ այդ մարդասի ես գնում եմ այս Սեթրակ Ասատրյանի մոտ եմ եկել, այսինքն Սեթրակ չէր, Ստեփան Ասատրյանի մոտ եմ եկել, որովհետեւ այդպես իրավական տարաձայնությունների մեջ չմտնենք, բոլոր դեպքերում այն պատարակը, որը պետք է տեղ ունենա Կիրակի օրը, դա կատարելու է մեր քահանան, այսինքն նոցիալ քահանան, եւ դրա խոչընդոտումը արդեն հանցագործություն է, եւ հանցագործությունը նաեւ դրա նախապատրաստությունն է, այսինքն միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդպես լինի։ Տեսեք, Տեր հորը հրավիրել են արդեն ուրեմն հարցաքննության։ Մենք բարձրացենք, որ ժամը 9-ին հրավիրել են Կիրակի օրով 9-ին, երբ որ Կիրակի օրով փաստաբան հետ պետք է գնա, բայց փաստաբաններն է Կիրակի օրով չեն աշխատում եւ Տեր օրը հրավիրել են հարցաքննության։ Սա նույնպես այդ խոչընդոտման շրջանակների մեջ է մտնում։ Մարզորական քիչ առաջ երբ կնունքի մասնակիցները, ճշտեցին, որ վկայական լինելու է համարվելի օրինական, կարգալից եղած քահանան ասաց, որ այո, եւ տրամադրելու է։ Այդ կարգը ոնց է, որտեղից են տրամադրել, թե մայրաթորը չի տրամադրել։ Ոչ, վկայականը տրամադրում մայրաթորը, բնականաբար ինքը չի կարող տրամադրել։ Թե ինչու այդպես ասում, այդ հարցը խնդրում եմ իրեն ուղղել։